Ես Մերինեմ Պեպանյան, գրադարանի հետազոտությունների կոորդինատորը ու այսօր պատմելու ենք Life Archive պրոյեկտի մասին։ Կսկսենք, թե ինչպես է սկսվել հարթակը, ինչից եկանք այս հարթակը ստեղծելուն ու մոտավոր հարթակի կառուցվածքը, ստրուկտուրան, դրա վրայով կանցնենք բոլորս միասին ու հետո արդեն հարց ու պատասխան կունենանք։ Ինչից սկսվեց։ Սկսվեց հարցերից։ Մենք անցած տարի գրադարանում Ալիքսեյի, Դանայի, Արսենի հետ ունեցանք մի հանդիպում, որը մեզ հետաքրքիր էր հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում տեսության ոլորտում, այսինքն այդ ճարտարապետական ու քաղաքային պլանավորման մասին, ինչ է կատարվում, ինչ հարթակներ ունենք հետազոտական, ինչ միջոցառումներ են լինում, ինչ է կառուցվում, այսպիսի հարցեր սկսեցինք տալ ու ամռանը անցած տարի 2025 թվականին մի փոքրիկ հետազոտություն արեցինք, որ այս հարցերին ինչ որ չափով պատասխան գտնենք։ Ահա, մի քանի հարցերի պատասխանները այստեղ ներկայացնում եմ, հետազոտությունը մեծ էր, այս հարցերի այն պատասխաններն են, որոնք մեզ տարան Life Archive-ի հարթակը ստեղծելու գաղափարին։ Մեզ շատ հետաքրքիր էր ինչ է հիմա հետազոտվում ու հիմա ասելով դա անցած տարվա ամառներ այդ պահի դրությամբ հասկանալ, թե ով է հետազոտում Հայաստանի մասին, որտեղից, որոնք են հիմնական թեմաները ու պարզեցինք, որ բավականաչափ network կա, որ տարբեր երկրներից, տարբեր հետազոտողներ եւ Հայաստանից եւ արտերկրից զբաղվում են ինչ որ չափով հայկական հետազոտություններով, ճարտարապետության եւ urban ոլորտներում ու հետաքրքիր, երբ որ փորձում էինք սա ուսումնասիրել, գտանք մոտ 50 աշխատանք, ընդ որում ֆորմատները տարբեր էին, հա, հոդվածներ, հետազոտական աշխատանք, ծավալուն, աշխատարան, ուսանողական թեզ մագիստրատուրայի ու մոտ 12 երկիր էր, որ գտանք, որ մասնագետներ կային այդ երկրներից, ընդ որում հետաքրքիր էր, որ կային հոդվածներ, որ Հայաստանի մասին էին ու հեղինակները 5 հոգին արտերկրից էին ու մի հոգին հայ էր ու թեման հայկական էր, այդ հետաքրքիր նկատառումներ ունեցանք ընթացքում ու հիմնական 6 թեմա էր, որ մեզ այդ պահին նկատեցինք ու երբ որ արդեն փորձում էինք հասկանալ ինչ քննարկումներ են լինում, ինչ միջոցառումներ են լինում, երբ որ հավաքագրեցինք այդ ժամանակ, այդ ամառվա ինչ միջոցառումներ են եղել, հասկացանք, որ մեզ մի քիչ պակասում է հասկանալ, թե ներկայումս ինչ է կատարվում, այդ ներկայի սկրինշոթը, հա, այսպես ասած անել ու սա մեզ որոշ չափով հենց դրդեց այդ խնդրին, որ մեզ պակասում է մի հարթակ, որտեղ ունենանք հավաքագրած, թե ինչ է հիմա կատարվում Հայաստանի մասին, ինչ աշխատանքներ են արվում ու դա լինի ոչ թե մեդիա հարթակ, այլ ավելի հավաքագրվի ակադեմիական եւ ոչ միայն աշխատանքներ, որոնք հետազոտական հիմքով են, այսինքն ավելի խորը ուսումնասիրություններ ու այդ ընթացքում արդեն որոշակի դատաբազա հայտնվեց արդեն այդ ընթացքում, որ այդ սկզբնական 50 աշխատանքը դարավ 60-70 ընթացքում ու հասկացանք, որ բավականաչափ աշխատանքներ կա, որ ծրված են տարբեր հարթակներով ու հետաքրքիր կլինի դրանք բոլորը հավաքագրել մի տեղ ու դիմեցինք Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամին, որ այդ հարթակը արդեն գրանտով կարողանանք ստեղծել, սարքել ավելի իրական։ Սկսվեց աշխատանքը, նպատակը այն էր, որ պիտի լինի հարթակը Life Archive, որը կունենա 3 կոմպոնենտ, առաջինը դա վիրտուալ հարթակն է, որտեղ հենց աշխատանքները կհավաքագրվեն, երկրորդը կունենա անպայման հանրային ծրագիր, որը կուղեկցի ու կբացի այդ թեմաները ու դիսկորսը, հա, տեսչան մասին, որը ավելի ուժեղացնի այդ հարթակը զուգահեռ, ու երրորդը ավելի հետազոտական կոմպոնենտ, որ արդեն գրադարանը իր հերթին այդ աշխատանքների հիման վրա ավելի կփորձի որոշակի հետազոտական աշխատանքներ վարել։
Սկսեց աշխատանքը, ստացան գրանտը, շնորհակալություն Գալուս Գյուլբենկյան հիմնադրամին ու աշխատանքը սկսվեց հասկանալով ինչպիսի տեսք պետք է ունենա հարթակը, հարթակի կառուցվածքը ու քանի որ մեր նպատակը այն էր, որ կապ հաստատենք այդ հեղինակների հետ, այսինքն գրադարանը լինի կենտրոնում այդ ցանցի, այդ կոմունիկացիան հեղինակների հետ մեր համար շատ կարևոր է, դա շատ վաղ սկսեցինք, նաև հասկանալով, որ բոլոր հեղինակներն իրանք բոլորը աշխատող անձինք են, լաբեր են, որոնց հետ պետք է նախորոք արդեն սկսել այդ կոմունիկացիան վարելը, ինչը արդեն սկսեցինք այս տարի ու դեկտեմբերին արդեն հարթակը դուրս եկավ on-line տիրույթ, իհարկե դեռ բավականաչափ աշխատանքներ ունի ու զարգանալու տեղ ունի եւ հունվարից նախատեսում ենք արդեն հանրային ծրագիրը սկսել։ Ու ինչպես ասեցի, մեր նպատակը միացնելն է, այսինքն տարբեր հետազոտողներին, միացնել եւ ուսանողների հետ եւ միմյանց հետ, քանի որ ես էլ լինելով ուսանող ոչ Հայաստանում, ինձ համար օրինակ իմ մագիստրատուրայի թեզը անելու համար շատ բարդ է ինչ որ մի հարթակ կամ պորտալ գտնել, որտեղից ես Հայաստանի մասին կարող եմ ինչ որ ինֆորմացիա, գիտելիք կամ դատա գտնել, ամեն ինչ շատ ցակ ու ցրիվ էր ու այն մարդկանց համար, ովքեր դրսում արտերկրում են, ու նաև այն մարդկանց համար, ովքեր Հայաստանում են, շատ բարդ է ինչ որ ինֆորմացիա գտնել, ավելի ակտիվ այդ առումով մեդիա հարթակները, լրագրողական հոդվածները, քան մասնագիտական աշխատանքները, որոնք ցավոք սրտի շատ ավելի թաքուն ու պարփակված են։ Ու մյուսը դա իհարկե հավաքագրելն է, այդ ամբողջ նյութերը, երրորդը մեզ համար շատ կարևոր է քննարկելը տարբեր թեմաների շուրջ այդ դիսկուրսները, հա, կատարելը, որ ավելի կխորացնի թեմայի ուսումնասիրությունը ու նոր ուղղություններ կբացահայտի համ մեզ համար, համ ձեր բոլորի համար։ Ու չորրորդը արդեն ստեղծելը ու դրա վրա ավելացնելը նոր գիտելիք։ Ու հիմնական կրիտերիաները ինչպիսին են այդ աշխատանքների, մի քիչ արդեն հարթակն էլ մանրամասն ցույց կտամ, որ առաջին հերթին պետք է կապված լինի Հայաստանի հետ։ Ընդ որում կապ չունի համ աշխարհագրորեն Հայաստանի հետ, այսինքն Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանում քաղաքների եւ գյուղական համայնքների մասին աշխատանքներն են շատ խրախուսվում։ Նաև մենք հասկացանք, որ կա այս Extended Armenia ասվածը, որ ունենք մի շարք աշխատանքներ, որ օրինակ Վենեցիայում Մխիթարյան միաբանության մասին հետազոտական աշխատանք կար, Անիի մասին ու հիմա նույնիսկ սա էլ իր հերթին ավելացել են, այսինքն այս վերջին ամիսներին ավելի շատ աշխատանքներ են գտնում Հայաստանի մասին, բայց ոչ Հայաստանում աշխարհագրորեն ու դա էլ է մեզ համար շատ կարևոր։ Ու երկրորդ կրիտերիան դա թեմաներն են, որ պետք է լինի ճարտարապետության եւ քաղաքային ուսումնասիրությունների շուրջ, ընդ որում շատ են գնահատում մուլտիդիսցիպլինար հավաքածուն, այսինքն հասկանալով, որ շատ կարևոր է ունենալ ճարտարապետության մասին, քաղաքային պլանավորման մասին, նաև սոցիոլոգիական ուսումնասիրություններ, որտեղ այդ բոլոր թեմաներն ու ուղղությունները կարծում ենք, որ հենց քաղաքի ու ճարտարապետության շատ կարևոր ու զուգահեռ կոմպոնենտներն են, որ շատ կարևորում ենք այս հարթակն էլ արտացոլի դա։ Մյուս կրիտերիայի մասին խոսեմ, դա research based ասվածն է, ինչի նկատի ունենք, երբ որ ասում ենք հետազոտական հիմքով։ Ընդ որում այստեղ էլ ֆորմատը այդքան մեր համար կարևոր չի, կարող է լինել հոդված, աշխատարան, պրոյեկտ, կարող է լինել ակադեմիայի աշխատանք կամ անկախ հետազոտողի կամ research lab-ի աշխատանք, կարևորում ենք, որպեսզի լինի ունենա այդ հետազոտական որոշակի այդ մեթոդոլոգիան իր մեջ ու այդ կրիտերիան իրականում մեզ համար էլ հիմա մենք փորձում ենք դա սահմանենք ու քանի որ այս պահին մենք ենք աշխատանքները փորձել փնտրել, բնականաբար ման ենք եկել այն աշխատանքները, որոնք ցանկացել ենք տեսնել հարթակում ու արդեն այդ research based-ը մենք ինձ թվում է ավելի լավ կկարողանանք բացատրել նաև ինքներս մեզ համար, երբ որ օրինակ մի աշխատանք դիմի մեզ, որ մենք հարթակի շրջանակներում չենք տեսնում։ Ու այդ արգումենտը անելը արդեն հեղինակին եւ ինքներս մեզ կօգնի, որ հստակ հասկանանք այդ կրիտերիայի փակագիծը բացենք, որովհետեւ հիմա ավելի ընդհանուր սահմաններով է մեզ համար դա։
Ու ստեղծվեց մեդիա հարթակը, որը այս դարում շատ կարևոր բան է ունենալ, որպեսզի նաև կարողանանք ավելի հարթակի մասին բարձրամատչելի ձևով պատմել, կարող եք բաժանորդագրվել մեր Instagram-յան էջին, ու ամենակարևորը, այո, վիրտուալ հարթակը, որ այս պահին ունենք դեռ 30 աշխատանք, դատաբազայում ունենք մոտ 50 եւ որոշել ենք մինչեւ հունվարի վերջ, մինչեւ հանրային ծրագրի բացումը համալրել այդ 50-ն էլ լրացնել հարթակի մեջ եւ արդեն հունվարից հետո կթարմացվի ամեն 2 ամիսը մեկ։ Ու ես հիմա կհայտնվեմ հարթակում։ Ու այստեղ շատ կառուցվածքը բավականին պարզ է, դեռ մի քանի կոճակներ տեխնիկական աշխատանքների փուլերում են, ընդհանուր էջը կա, որտեղ կարող ենք հիմնական աշխատանքների ցանկը տեսնել, ունենք էջ հենց Life արխիվի կատալոգը, որտեղ արդեն կարող եք ծանոթանալ արխիվի մասին եւ ցանկացողները կարող են իրենց աշխատանքը submit անել, ներմուծել, բայց սա ավտոմատ չի հայտնվելու հարթակում, այսինքն մենք այդ ցանկը հավաքագրում ենք, մեր թիմը նայում է եւ որոշում է ըստ ժամանակաշրջանի ինչպես դա ներմուծել ու ինչքանով է դա համապատասխանում մեր կրիտերիաներին։ Սա ուղղակի հնարավորություն է։ Ու այստեղ արդեն աշխատանքներն են, որոնք կարող ենք դիտարկել տարբեր ձևերով, մեզ համար կարևոր է եւ այդ վիզուալը ունենալ, որը գրավիչ է, ամեն աշխատանքի մասին արդեն պատմում է, նաև ունենալ ցանկով, որը ավելի կոդավորված մեզ ներկայացնում է աշխատանքների մասին, ու շատ հետաքրքիր է նաև ամեն ինչը տեսնել քարտեզի վրա, ինչ որ հիմա այդքան շատ բան մեզ չի ասում, բայց եթե աշխատանքները շատ լինեն, եթե հավաքված լինեն մոտ, չգիտեմ, 1568 աշխատանք, արդեն պարզ կլինի, թե մոտավոր Հայաստանի որ հատվածն է ավելի հետազոտված, արդեն մեզ որոշակի ինֆորմացիա կտա այս քարտեզը, իսկ հիմա ուղղակի այդ կետերը հավաքագրվում են, որին կտացնելով հայտնվում ենք աշխատանքի էջը։ Ու ֆիլտրվում են ըստ մեդիայի, ըստ թեմայի եւ ըստ ժամանակաշրջանի, ու ամեն աշխատանք, ենթադրենք այս աշխատանքը Սեդա Տարանյանի Երևանի հանքարերի մասին շատ հետաքրքիր թեզ է արվել Միլանի պոլիտեխնիկական համալսարանում, ամեն աշխատանքից այս փուլում ներկայացնում ենք վիզուալ պատկեր, որը եթե մի քանի վիզուալ են, ինքը նավոճն է տալի, որ թերթվի, աբստրակտ աշխատանքի մասին եւ հեղինակի մասին նաեւ ինֆորմացիա, որը մեզ էլի շատ կարեւոր է բացի աշխատանքից նաեւ ներկայացնել հեղինակներն այդ աշխատանքների ետևում, ու ամեն աշխատանք անպայման ունի իր աղբյուրը, հղում դեպի իր սկզբնաղբյուրը, ու սա էլ մեզ համար էլի հետաքրքիր է, որ կոնկրետ այս աշխատանքի սկզբնաղբյուրը դա պոլիմի թեզերի այդ դարանն է, որ միգուցե այդքան պոպուլյար տեղ չի ինչ-որ աշխատանք ման գալու Հայաստանի մասին, բայց մեր հարթակը այդ հնարավորությունը տալիս է այդ լինկերի, ուղղակի ինտերնետը լավ չի, եղավ։ Ու այստեղից հնարավոր է աշխատանքը ներբեռնել ու ծանոթանալ, ու նաև արդեն հեղինակի հետ նաև կապ հաստատել, ենթադրենք, եթե ուսանողը այդ թեմայով ուզում է աշխատանք անի կամ հետազոտող, ոչ միայն ուսանողներ, նաև հետազոտողներ, ովքեր այդ թեմայով ուզում են աշխատանք անեն, ու որպես նյութ ու որպես network, սա իրանց այդ հնարավորությունը տալիս է։ Ու քանի որ մենք բոլոր հեղինակների հետ անձնապես կապ ենք հաստատում, իրենք արդեն այդ ցանցի մասն են դառնում ավտոմատ։ Նաև մյուս կոմպոնենտը, որ ունենք, դա ոչ միայն այն աշխատանքներն են, որոնք ակտուալ են հիմա են արվում, նաև այն արխիվային նյութերը, որոնք մենք ունենք մեր հավաքածուում, բայց այդքան հանրային չեն, փորձում ենք նաև այդ արխիվային նյութերներ կարողանանք ցույց տալ, որոնք էլ կարող են հետագայում հիմք հանդիսանալ
ինչ-որ հետազոտական աշխատանքի համար։ Նու այս պահին մեզ մոտ Աղալյանների հենց այս տան ճարտարապետների արխիվն է, ու այդ արխիվային նյութերն ենք դնում, բայց ցանկության դեպքում արդեն այդ կոմպոնենտն էլ է շատանալու ու տարբեր արխիվային նյութեր ենք ունենալու digital հարթակում։ Այստեղ դեռ our projects կոճակը չի աշխատում եւ դեռ աշխատանքային process-ի մեջ է եւ donate-ը որ փորձում ենք այդ կոճակն էլ աշխատացնել ու ունի search ցանկության դեպքում փնտրելու հարթակով, այսինքն ամբողջ հարված է նրա համար, որ հեշտ ու հարմարչելի ձևով նյութերը կարողանանք գտնել։ Ու շատ կարևոր է նաև համարում ասել, որ live արխիվի, երբ որ փորձում ենք ծանոթանալ live արխիվի մասին, այնտեղ այո կա փոքրիկ ներկայացում արխիվի մասին ու այստեղ արդեն ավելանում են հեղինակների անունները որպես contributor-ներ ու նաև թիմն է շատ կարևոր է ամեն ինչի ետևում Դանան, Ալեքսեյը, Արսենը եւ Արմինեն ու Ծովինարը, որոնք հեղինակների հետ կապի մեջ են ու ներբեռնում են աշխատանքները հարթակ շատ շնորհակալություն ու այդպես եթե ես ինչ-որ շատ արագ ինձ թվում անցա ամենի վրայով բայց այդ ամեն ինչ արված է նրա համար, որ հիմա կարողանանք զրույց ունենալ հարթակի եւ աշխատանքների մասին ու եթե հարցեր կան, եթե առաջարկներ կան, նաեւ ուզում էի նշել, որ եթե դուք եք նկատում, որ քանի որ աշխատանքը պլատֆորմը բավականին ինքը ստրուկտուրալ առումով ծավալուն է որպես միավոր ու տեխնիկական ինչ-որ խնդիրներ կարող են լինել, եթե դուք էլ ընթացքում նկատում եք որ կան ինչ-որ խնդիրներ, անպայման մեր Instagram-յան page-ին գրեք դրա մասին, որ միանգամից այդ հարցով զբաղվենք ու եթե ինչ-որ առաջարկներ եք ունենում, դա էլ անպայման խրախուսվում են ու եթե կան ինչ-որ հարցեր, առաջարկներ, բողոքներ Անկետ ասել շատ տպավորիչ է ու շատ սիրուն ինտերֆեյս ունի շնորհավորում եմ ես աշխատանքի համար ու ուղղակի մի հատ առաջարկ ունեի, չգիտեմ չհանական թեմի մեջ է, որտեղ մենք մի հատ այսպես ասած տխուր պրեզենտացիայից են գալիս համալսարանից, չասեմ տխուր, բայց ոչ շատ, եւ երևի մոտավորապես մի չափազանցնում 8 տարի է համալսարանին համոզում եմ, որ ինստիտուցիոնալ կառույցը պետք է ունենա շատ լավ արքայվինգի այս ինստիտուտը դրանով է ինստիտուտ, որ ունի արքայվ, եթե չունես արքայվ, եթե չունես այդպես հավաքագրված տվյալներ դու այդքան կարող ես չկոչվես ինստիտուտ։ Ուզում եմ հասկանալ կարող է արդյոք սա ինչ-որ ձև լինի ինտեգրել եւ հիմա հասկանում ես շատ ավելի լուրջ աշխատանք է, բայց այս ինտերֆեյսը շատ ավելի հարմար է, որ որպեսզի ուսանողական ռիսերչներ կարող է ինչ-որ մի տեղից մագիստրատուրայից կամ բանից կան ներգրվեն մեջը կամ համագործակցեք համալսարանի հետ ուղղակի այդպես բարձր մտածում եմ, որտեղ ցանկություն ունեմ դա ինչ-որ մի օր կյանքի կոչվի, այսքան։ Հա, շնորհակալ եմ առաջարկի համար։ Մենք տենց համալսարանի հետ կապ ունեցել ենք, որպեսզի իրանց Սարգիս Թովմասյանի հետ կապ ունեցել են գիտական այդ ժողովածու ունեն, որը կա գիտական ժողովածու բարձվեց ու այդ այնտեղից նաև հոդվածներ ենք ներմուծել, այսինքն մենք շատ ուզում ենք, որ համալսարանի աշխատանքներն էլ լինեն ներգրաված, տարբեր հոդվածներ ու նաև ինչու ոչ, ունենք արդեն ուսանողական աշխատանքներ հենց մեր համալսարանից, մի քանի հետազոտական շատ լավ աշխատանք, որ ներգրավել ենք, այսինքն մենք շատ բաց ենք նրան ու շատ ուզում ենք, որ համել լինեն համալսարանից աշխատանքներ, ամբողջ տարբեր աշխատանքներ լինեն տարբեր աղբյուրներից ու դա էլ կօգնի հենց հասկանալ թե ինչ է կատարվում ու համալսարանի մակարդակը անկախ հետազոտողների ու նաև պետական համալսարանից ունենք աշխատանքներ, այսինքն մեր նպատակը ոչ թե մենք կապված լինենք մի համալսարանի հետ, այլ լինենք հենց այդ անկախ հարթակը, որը հավաքագրվում է տարբեր աշխատանքներ ու երբ որ համալսարանի հետ կապի դուրս եկանք հենց գիտական ժողովածուի խմբագրիչ, հա, Սարգիս Թովմասյանն է, իր հետ ինքը շատ ոգևորիչ մեզ պատասխանեց այդ նամակին
ավելի խորը համագործակցություն կարող ենք մտածել, հասկանալ, որ կարողանանք ներգրավել ավելի կոորդինացված ձևով իրենց աշխատանքները, բայց հիմա հենց այդ մոնիտորինգը մենք էլ ենք անում, որ հասկանանք ինչ աշխատանք կարող ենք ներգրավել, ինչը դեռ ոչ։ Տենց այդպես շնորհակալ եմ։ Ապրես Մերին ջան, շնորհավորում եմ ձեզ, հիանալի աշխատանք եք արել, ահագին շատ գեղեցիկ է ինտերֆեյսը եւ նաեւ Մերուժանի հետ եմ շատ համաձայն, այդ համասարանի հետ համագործակցությունը գիտենք, որ մեր իրականության մեջ բարդ է, բայց ինստիտուտների հետ համագործակցությունը ոնց որ անհրաժեշտ է, եթե պարտադիր չի, անհրաժեշտ է, բայց մի հատ առաջարկ ունեի, այստեղ շատ լավ ձևի քարտեզագրել եք թեմաները Հայաստանի մասշտաբով։ Հետաքրքիր եմ, ես միտք առաջացավ, երբ այդ պատկերը տեսա, այնտեղ մենք յուրաքանչյուր հետազոտություն ունի մեթոդիկա, որը նաև միջազգային փորձի մեջ կիրառվել է արդեն այդ մեթոդիկան, որ ինքը հիմք է հանդիսացել այդ հետազոտության համար։ Ես դիտարկում եմ որպեսզի ուսանողի տեսանկյունից, որը անփորձ է, ծանոթանում է հետազոտությունը ինչպես է գրվել, ինչպես է սրբագրվել, ինչպես է կառուցվել, միևնույն ժամանակ կարող է իրան հետաքրքրել ինչ-որ թագերով, օրինակ գտնել նմանատիպ հետազոտություններ, որ այս նույն մեթոդիկայով իրականացում են ուրիշ աշխարհի հատվածներում։ Այսինքն ուզում եմ հասկանալ դուք միայն կենտրոնանում եք Հայաստանի սահմանների ներս, հասկացա, որ դրսում ովքեր որ արել են հետազոտություն Հայաստանում, իրանց հետ կապ եք ստեղծում, իրանցն էլ եք քարտեզագրում, բայց կարող է այդ սահմանից մենք նաև դուրս էլ նայենք։ Մերսի։ Մերսի շատ առաջարկի համար։ Հա, սկզբնական փուլում մեզ հարմար է, որ հարցին ավելի կենտրոնացած ու նպատակային մոտենանք այս փուլում, շատ հարմար էր Հայաստանը վերցնել որպես չեմ տեսնում դեմքդ կներեք դժվար է որ չես տեսնում հա վերցնել Հայաստանը հենց Հայաստանի մասին մեզ այդ հարցներ հետաքրքիր բայց շատ համաձայն եմ ու շատ հետաքրքիր առաջարկ է որ նաև կարելի է խորանալ ու այդ լինկերը տալ նման մեթոդիկայով ուրիշ տեղեր ինչպիսի հետազոտություններ են արվում բայց դա էլի հենց այն երրորդ էտապն է, երբ որ մենք բավականին շատ ունենանք աշխատանքներ ու սկսենք արդեն անել հենց մեր հետազոտությունը, որ փորձում ենք գտնել թե նման մեթոդիկայով որտեղ են անում ու այդ լինկերը արդեն հարթակում տանք։ Միգուցե կարող ուղղակի ինչ-որ ամենասկզբնական փուլում ինչ-որ լինք լինի hyperlink-ի նման, որ գնա դեպի նմանատիպ աշխատանքներ միջազգային բանում, բայց դա հա շատ լավ գաղափար է ու մենք դեռ շատ sense շատ մեծ ամբիցիայով սկսել ենք ու դեռ շատ փոքր հատվածն է որ երևում է online ու միայն abstract-ները hyperlink-երը, այսինքն այս պահին ուսանողը որ մտնում է մեր հարթակ, մենք իրան տալիս ենք դուր ենք բացում դեպի աշխատանք ու ինքը արդեն որ գնա դեպի այդ աշխատանք, բացի այդ աշխատանքի բիբլիոգրաֆին, գնա նմանատիպ աշխատանքներ, արդեն իրեն ենք տալիս այդ ճամփան, բայց հետո շատ հետաքրքիր կլինի նաև ինչու՞ չէ հանրային ծրագրում դա ներգրավել, որ գտնել ասենք ինչ որ մի մեթոդիկայով աշխատող հայ հետազոտողի ու իրան հետ անել դիսկուրս նույն մեթոդիկայով միջազգային ինչու՞ չէ, դա շատ լավ հանրային ծրագրի ֆորմատ է նաև ու նաև հարթակում իհարկե դա հասկանանք ոնց ենք ինտեգրում։ Շնորհակալ եմ շատ։ Հենց drive-ի մասին ասի որ բաներ կա drive-ի վրա։ Հա, աշխատանքներ, հա, մերսի։ Ինձ հուշում են հա, աշխատանքներ ունենք, որ հենց PDF-ն են մեզ տվել հեղինակները, էլի շատ շնորհակալ ենք դրա համար, ու այդ բոլոր PDF-ներն են նաև drive-ում են զետեղված ու այդ աղբյուրը լինկը, որ նշված է աշխատանքում, տանում է դեպի drive-ի folder ու չեք տեսնում դուք ես ինչ եմ ցույց տալիս։ Հա, էլ չես տալի։ Ու տանում է դեպի այդ drive-ի
ֆոլդերը, որտեղ աշխատանքը կա PDF։ Տարբեր ֆորմատներով է ներկայացված։ Կա նաև աշխատանքներ, որոնք կոդվածներ են ինչ-որ մեդիա հարթակներում տանում դեպի այդտեղ։ Այսինքն այդ առումով մենք շատ ճկուն ենք ու չենք մեզ սահմանափակում այդ ֆորմատների ու աղբյուրների առումով, էլի։ Ես ուզում եի հարց տալ, այ գնաց Սևադան Պետրոսյան։ Որտեվ Սևադան Պետրոսյանն այս պահին Դոկոմոմոյի տնօրենն է։ Հա։ Դոկոմոմո Հայաստանի մոդեռնիզմով զբաղվող հիմնարկի ու ինձ թվում է հետաքրքիր կլինի հարցնել նման ինստիտուցիաները ինձ թվում է շատ մեծ կարիք ունեն նման արխիվների հետ աշխատելու փոխադարձ որում, բայց գնաց ինչ արած մյուս անգամ կբռնենք կհարցնենք։ Շատ բաց ենք։ Մեր մոտ մենք փորձում ենք հավասար բոլոր տարբեր աղբյուրներից մեզ համար կարևոր է գիտելիքը ու աշխատանքը ու այդ առումով դեռևս այս հարթակը ժողովրդավարություն է այս հարթակում տիրում ու տենց էլ կշարունակվի իհարկե ու փորձում ենք հավասարաչափ տարբեր թեմաներով, տարբեր աղբյուրներից հավաքագրել ու ժամանակ կա պահանջվում դրա համար ու ժամանակի ընթացքում կարծում ենք, որ հավաքածուն կդառնա բավականին հետաքրքիր платформ. Во-первых, поздравляю, очень классная работа, что вы вообще это проделали. Наверное, меня заинтересовал слайд, где было написано, что изучается прошлое, изучается будущее, но меньше изучается настоящее. И, наверное, вопрос, библиотека планирует когда-нибудь в будущем, может быть, трансформироваться в исследовательскую какую-то группу, самим исследовать, самим пополнять вот этот архив, приглашать тоже архитекторов, которые контрибьюируют вот эти все замечательные исследования, если такие планы, и если можете рассказать, конечно. Եթե դեմ չեք հայերենել ասեմ են մարդկանց համար ովքեր հարցը նրանումն էր, որ արդյոք գրադարանը ինքն է նաև ուզում անի ինչ-որ հետազոտական աշխատանքներ, որովհետև այդ սլայդը կար, որ կա ներկան եւ անցյալը, կա անցյալը, ապագան եւ չկա ներկան, մենք սիրում ենք անցյալից խոսալ ապագայից, բայց ներկայի առջև շատ քչերն են այդ թեմայով հա խոսում։ Արդյոք գրադարանը նաև անել է որոշակի հետազոտական աշխատանքներ, ոչ որ հայերեն պատասխանեմ։ Հա, հայերեն հասկանում, դարձյալ խոսում։ Հա, լավ։ Հա, պլանների մեջ կան, մենք արդեն այս տարի փորձ ունեցանք հետազոտություն անելու Դոխայում, եթե ծանոթ եք այդ Վայ, մտքիցս թռավ, կներեք, ցուցահանդեսին օմայի, որ հայկական սենյակ կար, այդ ամբողջը մեզ համար մի հատ հետազոտական փորձ էր, որը նաև իրանով մենք այդ սոցիալ արխիտեկտուր, սոցիալական ճարտարապետություն էր մեզ համար, որովհետև էլի շատ հեղինակների հետ կապ հաստատեցինք, էլի փորձեցինք հավաքագրել մեր այդ գյուղական տասների պատկերը շատ լավ մասնագետների ու էքսպերտների հետ աշխատելով ու դա մեզ համար էլի հետաքրքիր ինքը հետազոտական ֆորմատ էր, որ այո նախատեսում ենք շարունակել եւ այդ ուղղությամբ էլ աշխատել։ Իսկ այդ исследованиան ավելացնելու եք։ Իհարկե, մենք նաև, հա, ավելացնելու ենք նաև մեր աշխատանքներից ու այստեղ նույնիսկ վիզուալ է տարբերվելու է, մեկը դա Life Archive-ի հեղինակների աշխատանքներն է ու եթե լինեն հենց գրադարանի ինչ-որ աշխատանքներ, երկրորդ տեղով է երկու թիվն ալնելու, որ երևա նաև հեղինակներին տարբեր հարգելով ու հենց իրենց պատկանելությունն աշխատանքին ցույց տալով նաև վիզուալ։ Կարող ենք ավարտել։ Բիո։ Այս բացելը նորմալ Не так уж нормально. Սա դեռ մի քիչ տեխնիկական խնդիրներ կան, բայց այո, բիոէջն ունեն գրադարանի։ Սայթը շենքից բարդ է։ Ես հալրի ոնց որ նախագիծ լինի ու շատ հետաքրքիր կներեք, մի հատ էլ ասեմ ու գնացեք։ Շատ հետաքրքիր է ունենալ, որովհետև մենք միշտ ընդերում ենք որպես ճարտարապետ, հա, որ դու ունես պատվիրատու, որ աշխատանքի պատվիրատուն է ու այս աշխատանքի շրջանակներում մենք էինք պատվիրատուն ու web developer-ներն ու web designer-ներն էին աշխատողները այդ պրոյեկտի վրա ու շատ հետաքրքիր
դերում հայտնվեցինք ու բարդ, երբ որ անում ենք այն, ինչ որ չենք սիրում, որ պատերազմներն են անում ու շատ բարդ քննարկումներ ու շատ երկար, բայց շատ հետաքրքիր ու ուսուցանող։ Տենց, այդքանն է, գնացեք։ Շատ շնորհակալություն, որ եկաք։ Շատ շնորհակալ եմ։